Առաջին հերթին սա կարևոր է անգլերեն լեզվով տարբերակը ինձ համար ամենայն դեպս կարևոր է, որ ես այնինչ մտածում եմ, ուզում եմ դա իրականացնել, որ ցեղասպանության մասին պետք է խոսել նաև աշխարհի լեզվով։ Եվ ավելի կարևոր եմ համարում աշխարհի լեզվով խոսելը։ Դրա համար տեքստի հեղինակն է ամերիկացի երգիչ։ Դա նրա խոսքն է, դա նրա պահանջն է, դա միջազգային հանրության մի մասնիկ է, որը պահանջում է արդարություն, պահանջում է եւ աղոթքի ձևով երգի մեջ, եւ այս տեսահոլովակը իմ կարծիքով կնպաստի նրան, որ մի քանի մարդ ավել կտեսնեն աշխարհի տարբեր անկյուններում, եթե դա ցուցադրվի, ինչ որ բան կիմանան, եւ կարծում եմ նպատակը արդարացված է, եթե դա ցուցադրվի, թե կան կոնկրետ ծրագրեր աշխարհում ցուցադրության հետ կապված։ Անշուշտ դա կցուցադրվի եւ շնորհանդեսներ, սա շնորհանդես չէր, սա առաջին ցուցադրում եմ ես անվանում, որտեղ շնորհանդեսը ինքը մի քիչ այլ խորհուրդ ունի, ինձ համար սա առաջին ցուցադրում էր, որը ցանկացա ցուցադրել իմ մտերիմներին, բոլոր մասնակիցներին, որպեսզի Կինո Մոսկվայի հրաշալի դահլիճի լավ սաունդ սիստեմով, լավ ձայնային հնչեղությամբ մենք կարողանանք տեսնել այս աշխատանքի արդյունքը։ Պարոն Գևորգյան, ինչու հոկտեմբեր ամսին եւ ոչ ապրիլին, նկատի ունեմ 100-րդ տարելիցներ եւ կարծեք թե Հայաստանը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր։ Այն նպատակը որն էր հենց այս ամիս կազմակերպելը, թե աշխատանքները ավարտին հասցրեցիք հիմա։ Քանի որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգման մեջ էր, մենք չէինք կարող կատարել այսպիսի լայնամասշտաբ նկարահանումներ։ Ավարտվելուց հետո վերանորոգումները սկսեց ցրտաշունչ ձմեռը, եւ մինչեւ օրերը տաքացան, սպասեցինք օրերն էլ տաքացան, որովհետեւ դրսի նկարահանում է երգչախումբ իրենց հատուկ հագուստներով, այսինքն տաք չէին հագնված, չէր կարելի մրսացնել մարդկանց եւ մանավանդ որ անձրևներ էին։ Սպասեցինք ապրիլի 18-ին միակ երևի այդ եզակի օրերից մեկն էր այդ ընթացքում, որ արև դուրս եկավ եւ այդ օրը մենք օգտագործեցինք նկարահանման համար։ Իսկ աշխատանքների ծավալը այնքան մեծ էր, որ մենք նոր ավարտեցինք։ Բայց ուզում եմ ասեմ, ցեղասպանության 100-րդ տարելիցը դա տարելից է, ոչ թե մի օր։ Եվ ես կարծում եմ, որ մենք ոչ ուշացել ենք, ոչ էլ հետ ենք ընկել, մենք գնում ենք այն հունով, ինչ որ գնում է մեր երկրի ընդհանուր քաղաքականությունը, որ ամեն օր պետք է խոսալ ցեղասպանության։ Ընդհանուր, եթե ամփոփենք ցեղասպանության միջոցառումները 100-րդ տարելիցի, այ որքանով մեզ հաջողվեց աշխարհին որևէ բան ասել այս տարի, ձեզ մենք որքանով առաջ գնացինք մեր պահանջատիրության առումով։ Ես կարծում եմ մենք արեցինք մի այնպիսի մեծ քայլ, որ երբեք այդպիսի մեծ քայլ, չգիտեմ, ես չեմ հիշում, որ այդ մասշտաբի քայլ արվեց։ Այսինքն Հռոմի Պապի պատարագը ինձ համար գագաթնակետն էր, եւ ցեղասպանության մասին բարձրաձայնելը արդեն դրանից ավելի մեծ շրջանակ ունկնդրողների եւ այդ հարցի հետ հետաքրքրվողների մեծ բանակ ես չեմ պատկերացնում, քանի որ քրիստոնյա աշխարհը ինքը միլիարդից ավելի մարդիկ միանգամից Հռոմի Պապի խոսքը լսեցին եւ իմացան եւ դատապարտեցին եւ ցավացին մեր ցավի համար, կարծում եմ սա գագաթնակետներ, բայց դրա կողքին նաև լինում են տարբեր միջոցառումներ, պարզապես ապրիլի 24-ի այդ մոտ օրերը շատ խտացված էին միջոցառումները, բայց ես չգիտեմ ապագայում ինչ կլինի, հույսով եմ, որ մենք ապրիլի 24-ի օրը մենակ ցեղասպանությունը չենք հիշի, այլ ամբողջ ժողովուրդը եւ մեր սփյուռքը բոլորս պետք է այդ ճնշումը, որ ոչ թե մենք խոսում ենք ողորմելի ողորմություն խնդրելու կամ վիզ ծռելու տեսանկյունից, այլ պահանջատիրության տեսանկյունից, որ մենք պահանջում ենք, ես մասնավորապես իմ անունից կարող եմ միայն ասել, ես պահանջում եմ մեր արժանապատվության վերականգնում։ Կարող ենք ասել, որ քաղաքականությունից ավելի շատ բան կարող է անել մշակույթը, արվեստը ցեղասպանության ճանաչման առումով ընդհանուր։ Ես կարծում եմ, որ այն գիտաժողովների, կոնֆերանսների փակ լսումների կամ խորհրդակցությունների կողքին գիտնականների, մասնագետների, քաղաքական գործիչների կողքին մշակույթի լեզուն շատ անհրաժեշտ է, քանի որ շատ ավելի զգայուն է, շատ ավելի խորը թափանցող է, սիրտ խոցող է եւ ավելի ճանաչելի դարձնող է մշակույթի լեզուն։ Դա կլինի նկարի տեսքով, ֆիլմերի տեսքով, երաժշտության կամ պոեզիայի տեսքով, բոլոր ժանրերը
կարծում եմ ազդեցություն կունենան եւ շրջանակը ճանաչողների, դատապարտողների շրջանակը ել ավելի կմեծանա եւ այս դեպքում ճնշումը Թուրքիայի վրա ել ավելի կմեծանա, որ ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին։ Մենք չենք ասում խոսեք մեր փոխարեն։ Մենք պարզապես ուզում ենք մեր արժանապատվության վերականգնում։ Հայ ժողովուրդը ուզում է արժանապատվության վերականգնում։ Համենայն դեպս մնացած արդեն իրավական պահանջների, մնացած բաների մասին անշուշտ մասնագետները, պատմաբանները, գիտնականները խոսում են ավելի խորացված, ավելի համապարփակ, ավելի փաստացի։